Բարև ձեզ, ես Լուսինե Կեսոյանն եմ, շարունակում ենք զրույցը Տարոն Սահակյանի հետ, ՀԱԺ երկրորդ գումարման պատգամավոր 2000-2003 թվականներին Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչն է եղել պարոն Սահակյանը Ռուսաստանի Դաշնության կառավարությունում։ Պարոն Սահակյան, նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանը իր որդու հետ, այսպես անձնական մտերմիկ զրույցի ֆորմատով անդրադարձավ հոկտեմբերի 27-ի թեմային, մեր պատմության Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենացավոտ խնդիրներից, թեմաներից մեկին, որը այսպես թե այնպես կապվում է երկրորդ նախագահի հետ, կապված իր պաշտոնավարման և զրույցի ընթացքում երևում է, որ երկրորդ նախագահը այսպես փորձում է ընդունել իր որոշ սխալները և այսօր իր տարիների դիրքից գուցե մի փոքր այլ հայացքով է նայում այն թվականներին կատարվածին։ Դուք, քանի որ այդ ամենի մեջ եք եղել և տիրապետում եք ահռելի ինֆորմացիայի, կխնդրեի ձեր տեսակետը հայտնեք և ինչ կարելի է հասկանալ այդ ամենից։ Շատ բարի, ուրեմն սկսեմ նրանից, որ 2023 թվականին ես Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել եմ և իմ հանդիպան տպավորությունը կարող եմ ասել, որ ինձ նույնպես թվաց, որ պարոն Քոչարյանի մոտ որոշակի փոփոխություններ ա կատարվել, այդպես տպավորություն ես ստացա և ես հարցազրույցն էլ ճիշտ նշեցիք, որ կարելի ասել միտված էր նրան, որ հանրությանը ներկայացվի, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ այդ փոփոխությունները կատարվել են և այն տեղեկությունները, որը ժամանակին տարիների վեր դրվել են շրջանառության մեջ, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկություն ստանա, թե ինչը ինչից հետո է։ Որն է իրական, որն է հնարավոր։ Ես ինչի ասեցի, տպավորությունս այդպեսին է, որ իրականում, ասենք, ես մինչև հանդիպումը որոշակի լարվածություն ունեի, հանդիպումը շատ հանգիստ անցավ, շատ բարեկամական, ջերմ մթնոլորտում բաժանվեցինք, կարծում եմ նույն տպավորություն ինքն ստացա։ Բայց նայեք, ես ինչ որ հիմա ասում եմ, ես ասում եմ հենց պարոն Քոչարյանը, որ լսի, իմանա և այն սենց ասած, որ ինքը դիրքորոշումը արդեն ունի, որ ինքը պատրաստ է իր սխալների մասին լսել, ուղղել, մեկնաբանել, արդեն շատ դրական եմ գնահատում։ Եվ ասենք միգուցե 2018 թվականին իմ առաջի հարցազրույցի ժամանակ շատ հարցեր ա եղել, որ ես ասել եմ միգուցե ինքը այս տեղեկությունը վերցնի, ուսումնասիրի, իմանա, թե ասենք ընդունենք այնտեղ շատ կարևոր էպիզոդներ կար, Վրաստանի նախագահի զանգը Ռոբերտ Քոչարյանին, այնտեղ էպիզոդ կար Ռուսաստանի նախագահի մոտ հանդիպման հետ կապված։ Այսինքն դեռևս 18 թվականից եմ ես ձգտել, որ պարոն Քոչարյանը տեղեկացված լինի, նաև ինչու՞ չէ, ելնելով նաև իմ անվտանգության խնդիրներից, և սկսեմ նրանից, որ այդ թեման, որը ինքը բարձրաձայնեց, այս քարոզարշավի ժամանակ թերևս մենակ ինքը հոկտեմբերի 27-ի մասով տեսակետ հայտնեց։ Ես չեմ կարող է ինչ-որ մեկը ասել հրապարակին, բայց բարձր պատասխանատու պաշտոնյաներից դա իհարկե ողջունելի է։ Հիմա ըստ էության շատ կարևոր հարց է, շատ վերիդաշճանի, որովհետև վերջին շրջանում, ասենք, տեսնում ենք, որ ինչ-որ երրորդ հանրապետությունը, չորրորդ հանրապետությունը, այն հայտնի պատմված կա անասնաֆերմայի, կարծես թե այն խոզերը, որ որոշում են գիշերը գիշերը այդ բաները, այդ պլակատները փոխում են, որ նախորդ օրվա պլակատները ինչ-որ գրած այլ է, որ մոռանան, էսի տես չի լինելու, սա, որովհետև եթե մենք խոսում ենք կոնկրետ հոկտեմբերի 27-ի, պետք է խոսենք իր հետևանքի մարտի 1-ի մասով և պետք է խոսենք արդեն 44 օրյա պատերազմի։ Փոխկապակցված, այսպես է։ Եվ այն մեկնաբանությունները, որը պարոն Քոչարյանը տվեց, ես էլի նորից հուշելու իմաստով
նաև այն իմաստով ես շատ բաներ կա համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ ինքը հանրապետության նախագահ լինելով ժամանակ կարող է եւ իր պաշտոնին պարտավոր չէ տեղեկությունների տիրապետել, դրա համար ասում համաձայն չեմ, մյուս կողմից էլ հուշերով։ Նայեք, տեսեք, ինչի մասին է խոսքը, նորից եմ կրկնում այդ շղթան, հոկտեմբերի 27, մարտի 1-ի սպանությունները, 44 օրվա պատերազմ։ Դա ոչ մի ձևի 4-րդ հանրապետություն կդնենք կանոնը, 5-րդ հանրապետություն կդնենք, ավելին էս ամսի 7-ի ընտրություններից հետո, եթե հոկտեմբերի 27-ի այդ նկարագրած շղթան չբացահայտվի, որևէ խոստումի պետք չի հավատալ, որևէ փոփոխություն երկրում չի լինելու, ոչ բարոյական քաղաքական, դուրս գա, ապագա չենք ունենա։ Նայեք, իմ համար զարմանալի է, որ ասենք Քոչարյանը դիրքորոշում որ արտահայտեց, միգուցե դա ասենք տակտիկական, հարցարան ստրատեգիական իմաստով ինքնուրույն ձևամտածում, բայց ես կոնկրետ փաստերի վրա եմ իմ կարծիքը հայտնելու։ Տեսեք, հենց սկզբից Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա վարչապետը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը դեռևս վարչապետ ժամանակ, որ հատուկ սպանվել են պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ղեկավարներ եւ անձիկ։ Կարծում, եթե չեմ սխալվում, մի քանի ժամվա կամ մի քանի օրվա, ամեն դեպքում ժամվա տարբերությամբ Քոչարյանը հայտարարեց, որ սա Ուչասկովի գործ է։ Այս գործը բացել է։ Այսինքն ակնհայտ հակասություն կա։ Այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի ասած հայտարարության եւ Քոչարյանի դիրքորոշման։ Չէ, Ուչասկովին հասկանալի է, ռազմաքաղաքական հարցեր չի կարող բացի, տնտեսական անվտանգության, քաղաքական անվտանգության չի կարող բացի, այսինքն առաջինը Քոչարյանը միգուցե մտածի կամ առաջիկայում թե ընտրություններից հետո մեկնաբանի այդ տարբերությունը, որովհետեւ դրանից հետո եւ իր շահերից է մխում դա։ Իր շահերից է մխում, որովհետև հոկտեմբերի 27-ի կոպիտ ասած կրակոցները չդադարեցված, հələ ոնց որ արունի չսառած, արդեն միանգամից շրջանառության մեջ դրեցին, որ իր հետ ահաբեկցության հետևը կանգնած է Քոչարյանը։ Այսինքն Քոչարյանի շահերից է մխում, որպեսզի ինքը այդ հաշված ժամերի մասած Ռուսաստանի այդ ժամանակվա վարչապետի հայտարարությունը եւ իր հայտարարությունը կամ իր դիրքորոշումը, թե ինչա այդ կարգի տարբերը, որտեղ դրանից հետո արդեն ի պաշտոնե ինքը ունենալով անձնական եւ գործնական կապեր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, արդեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մենք հայտնի է, որ 16 թվականին նույնիսկ Լոնդոնի դատարանի վճիռ կա, որ դա կազմակերպել են, իբրև թե կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ։ Այսինքն այստեղ ինքը ուրիշ ձև չունի։ Եթե ինքը այս ընտրություններից հետո ասենք ընդունենք ակնկալումը վարչապետ դառնա։ Եթե վարչապետ է դառնում, ինքը ուրիշ ձև չունի, այս խնդիրը պետք է ինքը լուծի։ Այսինքն դիտավորյալ էր մի տեսակ մսեմացրել, թերարժևորել։ Չեմ կարող ասել, հիմա շարունակությունն ասեմ ձեզ, ավելի պարզ կլինի։ Անցել է 26 տարի այն հայտարարությունից, որ դա Ուչասկովի գործ է։ 26 տարվա մեջ սպանվել են երկրագնդի տարբեր տեղերում կարևորագույն տեղեկություն ունեցող վկաներ։ Մահացել են իրանց մահկանացուն են կնքել ահաբեկիչների մի մասը, շատ խնդիրներ կա, որ ասենք առեղծվածային ինչ-որ գործողություններ է կատարվում, գործը վերաբացվել է, այս 6 տարի ինչ են անում, ինչ չեն անում, ավելին ասեմ ձեզ, 2002 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահ էր, դատարանի դահլիճում ապացուցվել է, որ Արմենակ Արմենակյանի սպանության բանը, հեղինակը դա Կրակե Հրաչ Մականունով Հրաչ Հարությունյանն է։ Դա ապացուցվել է դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում, կարելի ասել 99.9%, ես այդպես եմ որակում, որտեղ քանի որ ասենք վճիռ չկա, այս չկա, այն չկա։ Այսինքն Քոչարյանի այդ ասածից հետո
որ ուչասկովի գործը բացահայտելու։ Նենց Երևանը եկածներից հանգամանքներ կան, սկսած Արմենակ Արմենակյանի սպանությունից հələ մնացածի մասով ես ոչ մի բան չեմ ասում։ Կրակիմ Հրաչը ամենաբարձրացան պաշտոնյաներից մեկն է։ Եվ երկրորդը արեցածվային մահերը այս 20 քանի տարվա մեջ։ Ես ում հետ առնչվել եմ այդ խցերում, բոլորը մահացել են ահաբեկիչները։ Դերենիկ Բեջանյանը, Վարդ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյան, ում տեսել եմ կենթանի, նրանք չկան այլ։ Եվ այդ 26 տարուց հետո ասել, որ ինքը ասենց կոպիտ ասած իր նկատմամբ մեղադրանքները ինքը չգիտես ինչի է ինքը որպես մեղադրանք է իրան վերագրում։ Ոչ, օրինակ ես կարող եմ ասել, որ ինչպես մնացած հարցերում հիմա դրան էլ կանդրադառնանք մեր, որտեղ ինքը դե գույք պարտքի դիմաց մասով է որոշակի տեղեկություններ ասում, մնացած դեպքերում եւս ես հստակ կարող ասեմ եւ անձնական իմ հետ կապված, ասենք բանկը փակելն այն նկատմամբ քրեական գործեր հարուցելն այն կեղծ օպերատիվ ինֆորմացիաներն այդ ամբողջը կազմակերպվել է իր շրջապատի միջոցով։ Այսինքն հնարավոր միզով ինքն էր, միզով դուք եք։ Դե ինքը հիմա այդ մասով էլ ես կասեմ իմ շահագրգռվածությունն էլ կասեմ։ Այսինքն ես գիտեմ կոնկրետ փաստեր եւ իմ մասով եւ այն ինչ որ ես թվարկեցի, որը պետքա թույլ տա Քոչարյանին գալու այս եզրակացության, որ իրականում շատ հարցերին իրան ոչ թե մենակ տեղյակ չի եղել, այլ այնպես տեղեկություններ են տրամադրել, որ հետո օգտագործեն իրար դեմ։ Առաջին դեմքը լինում է այդպես, այն որ ասում են թագավորը չգիտի, իրեն չեն ասում։ Հասկանում եմ ինչ եմ ասում, բայց խոսքը գնում է շատ կարևոր հարցերի մասին, հիմա այդ մասով էլ ես իմ կարծիքը կասեմ։ Իմ տպավորությունը նենց է, ես էլ նախկին սովետական կուսակցական ապարատի աշխատող եմ եւ ասեմ բավականին փորձ ունեմ այդ բաներում։ Տպավորությունը նենց էր, որ նենց է, որ ասենք Քոչարյանի ասենք բնավորությունը իմանալով, լավ ուսումնասիրելով իր շրջապատը, մի կողմից ես այդպես հարաբերական եմ ասում, մի դռնով մտնում էին ինչ-որ մի հատ հարց, նախապատրաստում էին, ինքը ասած տեղյակ էր ելնում, մի հատ ուրիշ դռնից մտնում ասում էին պարոն Քոչարյան, ասենց բան կա, անենք թե չանենք։ Այսինքն իր շուրջը հավաքված մարդիկ, անձիկ կոնկրետ ելնելով կարելի ասել իր մարդկային բնավորությունից, թե խառնվածքից, եսիմ ինչից, կարողացել են շատ ու շատ հարցերում, ես դե լրիվ համաձայն եմ, շատ ու շատ հարցերում օգտագործել։ Այդ բոլոր երկրներում էլ կա, բոլոր առաջին դեպքերի շուրջը կա։ Ինչ-որ մեկի մասին։ Բայց 26 տարի հետո, երբ որ իշխանության տարիներին արդեն հայտնի է ելել, որ ասենք Արմենակ Արմենակյանի սպանության փաստը, այսքան մարդա զով է, որը հայտնի է, հələ հայտնի չի չէ, քանի մարդա էլիքը զովի։ Այդքան բանից հետո եթե դու երկրի պատասխանատվությունը վերցնելու ես, ու դու որոշում մնալու է, որ ուչասկովին է, ուրեմն ես անձամբ գտնում եմ, որ դա շատ մեծ, ավելի մեծ պրոբլեմների առաջ է մեր երկիրը կանգնեցնելու։ Շատ ավելի մեծ։ Այսինքն այն առաջին տղամարդու այն Ես ես մի հատ օրինակ խիզախությունը հենց դրա Ես ես մի հատ օրինակ բերեմ 23 թվականի իմ ու իրա հետ կապված։ Տեսեք, ես 2000 թիվը չեմ ասում, իրա հետ 2001 թվականի հանդիպումը չեմ ասում, բազմիցս հարցազրույց եմ տվել։ Ուրեմն 2023 թվականից հետո, երբ որ ես իրա հետ հանդիպեցի, այդ հանդիպումը շատ նորից եմ կրկնում ասենք, իմ կողմից ինչ-որ առաջարկներ կար, եւ ես ուզում էի, նաեւ ինչու՞ չէ, նաեւ որ ինքը այդ առաջարկների հետ կապված վերհիշեր, թե ինչ ճանապարհով են մեր հակասությունները մեր մեջ ստեղծել եւ այդ հակասությունները ինչ վտանգավոր զարգացումներ կարող ունենա, այսինքն ես ունեի իմ անվտանգության հետ կապված խնդիրներ, ինչ որ գործողություններ էին կատարվում։ Եվ ես ուզում էի, որ ինքը տեղյակ լիներ եւ տեղյակ լինելով հանդերձ նորից այդ հաշվի առնելով նախկինի դառը փորձ իրան չներքաշեին, ասած սլակների իրավությամբ չունեին։
Դրանից հետո տեղի ունեցավ սրբազան շարժումը, այդ կոպիտ ասած։ Եվ պատասխանատու ձևով հայտարարում, որ այդ հանդիպումը եթե չլներ, եւ այդ հանդիպման շուրջ էլ կեղծ ու սադրիչ օպերատիվ գործողությունները չանեին, նախ առաջինը սրբազան շարժման ֆինանսավորման աղբյուրները ռուսական հատուկ ծառայություններին չէին վերագրում։ Եվ երկրորդը, եւ երրորդը, եւ չորրորդը, բայց դե մի հատ կարևոր բան կա։ Այդ ինչ որ կազմակերպեցին, որ իբրև թե մեր հանդիպումից հետո սրբազան շարժումը ֆինանսավորվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, հենց իր շրջապատին եւ շատ մոտիկ կանգնած մարդկանց միջոցով արեցին։ Կոնկրետ Կամո Ավակումյանի միջոցով։ Այսինքն ստացվում է, եթե ինքը փոխվել է, առաջի հերթին պետք է ինքը վերանայի իր շրջապատը։ Դե տեսեք կոնկրետ օրինակ բերեցի։ Եվ այդ սրբազան շարժման հետ կապված, չգիտեք զարգացումները ուր է գնալու։ Հետո պարզվեց, որ այդ սրբազան շարժման հետ կապված այդ հատուկ օպերացիա, չգիտեմ, եկեղեցու միջոցով Փաշինյանի ընտանիքի սպանության, հետո դրանից հետո պարզվեց, որ դա մի շարք երկրների առաջին դեմքերի սպանության ու եսի միջի մի հատ կոնկրետ այս դեպքով ես ասում եմ եւ պատրաստ եմ գլխով պատասխան տամ, որ պարոն Քոչարյանը ես համոզված եմ, որ 23 թվականի մեր հանդիպման տպավորություններն են, որ իրոք ինքը վերանայել է իր մոտ շատ բաներ եւ դա շատ լավ է, բայց կան հարցեր, կան բաներ, որը պետք է ոչ թե վերանայել, այլ ուղղակի կոնկրետ փաստերը վերցնել ու նայել։ Ոնց կարող է պատահի դու ընդունում ես, ասենք, Կամո Ավակումյանը, ասենք, Մոսկվայում շրջանառվող տեղեկություններով ինքը շատ մոտ հարաբերության մեջ է։ Մի կողմից քեզ մոտ հարաբերության մեջ կանգնած մարդ լինի, մի կողմից ուզենա այդ մեր հանդիպումը օգտագործի, որ իբր թե սրբազան շարժումը մեր հանդիպումից հետո ֆինանսավորվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, եւ վերջին հաշվով դա հանգեցնի նրան, որ դա մի շարք երկրների առաջի դեմքերի սպանության եսիմինչ նախորդ կազմակերպված հանցավոր գործողությունները ռուսական հատուկ ծառայությունների վերագրելու հատուկ գործողությունները։ Դե դա եւս, տեսեք, Ես իմ այսօրվա հարցազրույցի հիմնական առաջին մասով, հարցազրույցի առաջին մասը նա է, որ հրապարակավ ասեմ, որ պարոն Քոչարյան, ես շատ դրական եմ ընդունում եւ ողջունելի է եւ առաջի հերթին ինպես շատ մարդիկ կան, որ իբր թե ձեր միջոցով դուք եք հրահանգել, դուք եք դրա հետևը կանգնած, բայց երրորդ կողմի եւ ձեզ ներեք հաշել կամ ձեր այս կամ այն որոշումը նախորդ գնաց են նախապատրաստել, որ դրա այդ հակասության մեջ մտնի այս կամ այլ անձի հետ, ու ես համաձայն եմ, որ այդ հիբրիդային պատերազմի մեջ, երբ որ ձեզ ու Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական գործնական կապերը պարզապես օգտագործեին, եթե իրանք թիրախ ելել են Ռուսաստանի նախագահ, Միտե այդ կամ այդ պարզ բանը հասկանալի չի։ Դուք եք մեկ ինքն եք։ Այդ առումով էլ ասեմ, անցած իմ հարցազրույցի մեջ ես ասեցի, որ կա երկու բացի ինձանից մի մարդ կա, որը շահագրգռված է հոկտեմբերի 27-ը բացահայտելու։ Այսօրվա իմ հարցազրույցը չէր լինի, եթե ասեք ես պատասխանը չլսեի հիշատակված հարցազրույցի։ Ինչի համար, որտեվ շատ կոնկրետ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանն է։ Այո, Ռոբերտ Քոչարյանն է, ինքը մի շահագրգռված լինի, որտեվ կա երկու մարդ։ Որտեվ իր հետ են ասոցիացիա։ Ներողություն։ Կա երկու մարդ։ Մեկը Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնը անձնական եւ գործնական կապեր ունեցել եւ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կա երկրորդ մարդ հետի ես եմ, որ Արամ Սարգսյանի միջոցով շրջանառության մեջ են դրել այն կեղծ տեղեկությունները, որ իբրև թե եւ անձնական գործնական կապեր ունեն, որ իմ միջոցով վերագրեն Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Երրորդ մարդը չկա։ Եվ այսօրվա իր հարցազրույցը լսելով եւ արդեն 23 թվականի հիշատակած սրբազան շարժման հետ կապված ես առաջի անգամ եմ սա հրապարակում, որ այդ կեղծ հետքի հետևում թիկունքում կանգնած է Կամո Ավակումյանը, որը ըստ շրջանառվող լուրերի անձնական եւ գործնական կապերի մեջ է
Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փարզավոր Ռոբերտ Քոչարյանը ինքը իր դեմ նման սադրանք ու այդ մասշտաբի չէր սարքի։ Փարզավոր դա իրոք ինքը կամյաց չի։ Սրբազան շարժման ֆինանսական։ Երևի ինքը տեսակետ էր հայտնել, որ լավ կլինի, որ հոգևորական գլխավորի ու վերցրեցին այդ մի միտքը հնարավոր է ու սարքեցին այդ սրբազան շարժումը, որը դարձավ ահաբեկչություն պետության առաջին դեմքի եւ այլն։ Եվ էլի պարոն Սահակյան, եթե թույլ կտաք, եթե հոկտեմբերի 27-ի մասով ինչ-որ կարևոր կամ հետո կլրացնեք, մյուս ամենա այսպես չարչրկված թեմա եւ թնջուկ ասեմ, ինչպես ասեմ, դա Գույք պարկի դիմաց գործարքն է, որը ձեր հիշատակած Արամ Սարգսյանը եւս այսպես բան է դարձրել, իր համար զենք է, չգիտեմ, ինչ է մեկ, եթե հիշում եք ձմռանն էլ անդադ Ռոբերտ Քոչարյանին է մատնանշում որպես Գույք պարկի դիմացի, այսպես հեղինակ նախաձեռնող եւ երկրորդ նախագահ հարցազրույց տվեց, ասեց Արամ Սարգսյանն է եղել այդ մտքի հեղինակը, նա համաձայնեց ու մեկ էլ էլի հրաժարվեց, կասեք ինչ էր Գույք պարկի նույն բանը ստեղ կատարվում։ Առաջինը ես չեմ կարողանում հասկանալ, որ նույն բանը կատարվում է, հենց իր շրջապատի մարդկանց միջոցով կազմակերպել են, սլակները թեքել են իր վրա, եւ այսօր այն մեկնաբանությունը, որ ինքը տալիս է Գույք պարկի դիմացի, ուղղակի ոնց ասեմ, ասենք էկոնոմիկայի նախարարության վարչապետ նույնիսկ էձերի մեկնաբանություն չէր տա։ Հիմա այս մեկնաբանը, որտեղ արդեն իմն էլ այստեղ է հասել այդ ամեն ինչը։ Ուրեմն կա մի հատ իմ կարծիքով կարևոր բան, որ ասենք Քոչարյանի ժամանակ ցենց բլոկներով էր կառավարումը։ Ֆինանսա բանկային համակարգը Տիգրան Սարգսյանն էր։ Ասենք ուժային կառույցները դա Ալվան Հոսեփյանն էր, այն մյուս բլոկը Սահերն էր։ Եվ եթե սենց վերցնենք, բոլոր այն մարդիկ, որոնք կոպիտ ասած այդ բլոկային կառավարման առանցքային դերակատար, բոլորը իրար դավաճանեցին։ Եվ առաջերտի Տիգրան Սարգսյանը։ Բոլորը։ Եվ այդ առումով Քոչարյանի չէր կարող հայտնի չլներ, որ Գույք պարկի դիմացի ամենամեծ շահագրգիռ ստվերային գործիչը դա համաշխարհային բանկի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետություն Տիգրան Սարգսյանն էր։ Բերեմ փաստեր։ Գույք պարկի դիմացը տեղի չէր ունենա, եթե հենց Տիգրան Սարգսյանի ջանքերով Հայաստանը պաշտոնապես չհրաժարվեր Ռուսաստանից 11.2 միլիոն ԱՄՆ վարկից եւ համաշխարհային բանկի աջակցությամբ Կոնվերս բանկի միջոցով այսպես կոնվերսն է, հետո երկրորդ բանկի անունը չեմ ուզում տամ, բանկային համակարգի հետ կապված հարցը։ Այդ 11.2 միլիոն դոլարը ավելի բարձր տոկոսներով, քան Ռուսաստանը հատկացրել հրաժարվեց եւ գումարը 100%-ով ուղղվեց գազի մատակարարման ծրագրի իրականացնելու։ Այդ հրաժարվելը միջպետական վարկից առանց Հանրապետության նախագահի ստորագրությամբ, էլ չեմ ասում գիտությամբ, չէր կարող չլինել։ Ինքը Գույք պարկի դիմացը բացատրում է, որ 100 միլիոն դոլար պարկը առաջացել է ատոմակայանի իրենից առաջ։ Հիմա կարելի է։ Երկրորդ ամենակարևոր բանը ինքը վարչապետ է սկզբից նշանակվել, հետո դրանից հետո նախագահ եւ վարկը հատկացվել է 96 թվականին, այո, այն ժամանակ ինքը ոչ վարչապետ էր, ոչ էլ Հանրապետության նախագահ էր։ Բայց մինչև 99 թվականը մնացորդը, որը մնացել էր 100 միլիոնից 11.2 միլիոն դոլարը, այդ ընթացքում այդ գումարը լվացվել էր եւ իրից դուրս էր եկել։ Բայց Հանրապետության վարչապետը, Հանրապետության նախագահան կարծում են բյուջեի 50%-ի չափով գումարների անհայտանալու, փոշիանալու, հափշտակելու, յուրացնելու մասով պարտավոր էր տեղյակ կլներ։ Առավել ևս պարտավոր էր տեղյակ կլներ, որ այդ մնացորդային
2 միլիոն դոլարը, եթե ռուսական վարկից միջպետականից չեր արժանվեի, ընդհանրապես գույք պարտքի դիմացի մասին խոսակցություն չէր կարողաներ։ Դրան ավելացրած, հենց իր շրջապատի, Կարեն Կարապետյանը Արմեներգոյի գլխավոր տնօրենը նշանակվել իր ժամանակ, Արմուզ գազի գլխավոր տնօրենը նշանակվել իր ժամանակ, տեղյակ չէր կարող չլներ, որ այն գումարները, որը Հայաստանից հոսանքի ձևով արտահանվել էր, մի մասը յուրացվել էր Վարդան Բուլնազյանի միջոցով, մի մասը որպես պարկ էր ձևակերպվել Կարեն Կարապետյանի միջոցով։ Այդ գումարները նույնիսկ հերիք էին, որ գույք պարտքի դիմացը չլներ։ Եվ ամենակարևորը, ես այդտեղ ցուցմունք եմ տվել շատ մանրամասն, ստեղ եմ պնդում, որ պարոն Քոչարյան, ձեզ հենց օգտագործել են, կներեք, կամ ձեր վերաբերմունքը, չասեմ օգտագործել են, ձեր վերաբերմունքից կամ ձեր այդ կառավարման համակարգից օգտվել են հենց ձեր կողմից վստահելի մարդիկ, մասնավորապես Տիգրան Սարգսյանը, հետո չդառավ Տիգրան Սարգսյանը վարչապետ ու քննադատեց թե տարիների մակրոսական ցուցանիշները Պուտին կանոններ։ Արմեն Երիցյանը ձեր ժամանակ նախարարի տեղակալ էր, Սերժ Սարգսյանի ժամանակ դառավ նախարար։ Տիգրան Սարգսյանը կենտրոնական բանկի նախագահ էր, Սերժ Սարգսյանի ժամանակ դառավ վարչապետ։ Մի հատ մտածեք, եթե կարելի է։ Եվ այն մարդիկ, ովքեր ձեզ դրդեցին, կես տեղեկություններ տրամադրեցին եւ բերեցին հանգեցեցին նրան, որ դուք շատ լավ գիտեք, որ գույք պարտքի այսօրվա վիճակը այս հակառուսական այս տրամադրությունների, դրա հիմքը գույք պարտքի դիմացն է։ Ասում են Հայաստանը նվիրել Եվ որպիսի այդ մասով էլ խոսակցություն չգնա, վաղը միսօր ընտրություններից հետո այդ ովքեր հենց չարաշահել են Ռոբերտ Քոչարյանի թե վստահությունը, թե մյուսը, չդառնան մի կողմ, ես չդառնամ մի կողմ։ Ես ասեմ հետևյալը, պարոն Քոչարյան, համեմատել գույք պարտքի դիմացը կոնյակի գործարանի հետ, չգիտեմ, օդանավակայանի հետ, չի կարելի մի պարզ պատճառով, որ նախ գույք պարտքի դիմացի հետ առաջ եղել է հայ-ռուսական համատեղ ձեռնարկության ծրագիր, նա հատուկ գործողությունների հետևանքով դա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ահաբեկչության, Ռուսաստանի արդեն նախագահ Պուտինի, Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային այցի շուրջը հատուկ գործողությունների եւ Ադրբեջանում Ռուսաստանի նախագահ Պուտինի դեմ մահափորձի հետևանքով է փոխվել գույք պարտքի դիմաց։ Դա կոնյակի գործարանը այդպես խնդիր չունի, օդանավակայանը չունի եւ ոչ մեկը ձեզ այն ովքեր որ մեղադրում են, որ իբր թե դուք ռուսներին տվեցիք, այդ ծրագիրը առաջի հերթին Ադրբեջանի շահերից է եւ ռուսների դեմ էր։ Գույք պարտքի։ Այո, ձեզ մեղադրողները, ովքեր որ մեղադրում են, ֆորմալ առումով մեղադրում են, կարան մեղադրեն այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի շահերից են հանդես գալի։ Մեկ, այս առաջի հարցը, երկրորդը կոնյակի գործարանի օտարումը կամ սեփական աշտորումը կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նա չէր կարող բերի այդ աստիճան հակառուսական տրամադրությունը մի պարզ պատճառով, որ Ռուսաստանը կանգնված էր քանդման եզրին, երբ որ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը դառավ արդեն նախագահ, չէր քննարկվում Ռուսաստանը կքանդվի թե չի քանդվի, քննարկվում էր որ ճանապարհով կքանդվի։ Սենց է քանդվելու թե այդ մարդը կարողացավ իր թիմով երկիրը հանել այդ վիճակից եւ այդ կարևորագույն խնդիրներից մեկը էր էներգակիրների գների բարձրացումը։ Եթե էներգակիրների գները մի բան էր համատեղ ձեռնարկությունով այդ էներգակիրների գները բարձրանար, որտեղ ոչ մի ձևի դու ռուսական կողմի չէի կարող մեղադրեի նախ առաջինը տարիֆների բարձրացման գործում, երկրորդը այդ տարիֆները հնարավորինս զսպել, որովհետև նախատեսված էր այդ ծրագրով եկամուտների հաշվին մատակարարել։ Իսկ այդտեղ ակնհայտ շահեկան էր հայկական կողմը, որտեղ մենք ավելցուկային էլեկտրոէներգիա ունեինք։ Այսինքն այդ ավելցուկային էլեկտրոէներգիայի հաշվին եւ ռուսների հետ համատեղ ծրագիր իրականացնելով
մենք ոչ մի ձևի չէինք կարա հրավեինք այդ հակառուսական տրամադրությունները։ Այսինքն այն համեմատությունը, որը արվում է կոնյակի գործարանի հետ, կոնյակի գործարանը, ասենք կոնյակի գինը բարձրացավ, ժողովուրդը կլինի ռուստերի կհայվեի, կամ ասենք չգիտեմ այնտեղ օդանավակայանը գլի չէ, բայց եթե ամեն օր մտնում է ժողովրդի գրպանը, կհայվեի։ Այնպես որ այդ համեմատությունը ընդհանրապես կապ չունի Գույք պարտքի դիմացի Քավորի, Բերեզովսկու եւ իր այդ հանցավոր խմբավորման, որից մեկը այսօր Հայաստանի էլեկտրացանցում նստած է Բուլղարիան Վարդան։ Եվ ինչպես նախորդ իմ հարցազրույցի ժամանակ ասեցի, որ այն փաստաթղթերը, որը վերաբերում է կավրագույն նյութերի եւ հանկահունքային ռեսուրսների, շատ հավանական է եւ ես ասում եմ շատ հավանական է որոշ բաներից հետո կպարզվի դա հավանական է թե 100% է որ նախապատրաստվել է Հայաստանում այդ փաստաթղթերը այդ անձին էլ է կապում ձեր հետ Վարդան Բուլղարյանի հրապարակավ գրել է որի պրտե միասին եք սովորել միասին բիզնես եք ունեցել հրապարակավ եկեք կամ հաստատեք Նա որ ազգային անկախության ծառայությունում ներդրված գործակալա թուրքական վրացական հատուկ ծառայությունների միջոցով թուրքական այսօր ես մի հատ փաստաթուղթ եմ հրապարակել մեկնաբանությունները չեմ գրել ես կներկայացնեմ Փաստորեն նույնիսկ այն բաները որը ձեզ հայտնի է արդեն հրապարակված է կամ հերքեք կամ հաստատեք որովհետև ես նորից եմ ասում Այն ուռուսկը, որը առաջացել է, այն օկտեմբերի 27-ի հետևանք մարտի 1-ի սպանությունները, որտեղ էլի ձեզ են մեղադրում։ Այո։ 44 օրվա պատերազմի էլի ձեզ են մեղադրում, այսինքն դուք ուրիշ շանս չունեք, կներեք, որ սենց եմ ասում, նաև սիրտս ցավալով իմ երկրի համար ասում եմ, ուրիշ շանս չունեք, Կամ ռեալ կոնկրետ, որպես նախագահ ձեզ, հասանելի տեղեկությունները և որպես շահագրգիռ կողմ, նաև հայ-ռուսական հարաբերությունները հանելու թաթարաբաշկիրական, թուրք-ադրբեջանական, 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրների հարվածից կամ թե չէ տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունների հետ Միգուցե համաձայնվեք, սենց ասած, բանից հետո, այդ ընտրություններից հետո, ամբողջությամբ ծածկադպոց անելու ինչը, այս իշխանությունների ժամանակահատվածում կատարվեց։ Դրանում էլ է մեղադրվում, որ իրար հետ Արցախը ծախեցին։ Դա էլ է, այդ պիտակն էլ է փակցված։ Ոչ մի հակասություն չկա, ընդդիմություն չունենք իրար հետ գործենալու ժողովրդի Առայժմս այսքան բան կարող եմ ասել Եվ ես շատ կուզենայի 23 թվականի հանդիպումից հետո սրբազան շարժման հետ կապված Կամո Ավակումյանի մասով ինքը թող ստուգեր, որի պոչերը կգնան Տյումեն, Տյումենից էլ կբարձրանան մի հատ այստեղ Սամվել Կարապետյանի հետ էլ է, չէ՞ նրանք Ես կոնկրետ բաներ եմ ասում Կոնկրետ բան, իրան շատ հասանելի է թե Կամո Ավակումյանի հեռախոսի համարը, թե իմ հայտարարությունը, թե ինչի պետք է մեր հանդիպումից հետո սրբազան շարժման ֆինանսավորման պոչերը բերեի կապեին հենց այն անձան հետ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջոցով ռուսական հատուկ ծառայությունների։ Երկրորդ գույք պարտքի դիմացով այդ անձնավորությունը, որը իր ժամանակ իր անձիկ ամենավստահելի մարդիկ են եղել, հատ կարամ ներկայացնել։ Ես էլ ասեմ, որ ասել եմ, ես էլ ասեմ։ Դուք պատկերացնեք ինչ էին անում, Նայրիդի հետ կապված։ Նայրիդը 70 միլիոն դոլարը պիտի գրավադրեին, 30 միլիոնը պիտի ուտեին, այդ ռազմավարական օբյեկտը սենց կոպիտ ասած մի ոչնչացնեին, որ հակահետախուզության կոնտրազվեդկի գծով Ռուսաստանի ռազմաարդյունաբերության հետ կապված տվյալները, տեղեկությունները հավաքվել արևմտյան շատ կոնկրետ կապեր։ Դրա մասին չեմ ասում։ Ուրեմն, այնպես տեղեկություններ են տալի իրան, որ ինքը նույնիսկ սկսում է Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ, ոչ թե զանգում է ասեն կոնկրետ օգնականի միջոցով։ Հիմա այս տեղեկությունները եմ ասում թող ինքը հիշի։ Եթե պետք է լինի, թե ես դա որտեղից գիտեմ, էդ էլ կասեմ, որից պարզ կդառնա, որ իր շրջապատի մարդիկ ծախված են 1000 տեղ։
Ոչ թե օգնականների միջոցով մանգալի, ասեք, կենտրոնական բանկի նախագահին կամ իր տեղակալին, այլ բջջային հեռախոսով։ Ինքը անձամբ զանգ տալով այդ անձանց բջջային հեռախոսի վրա։ Եվ հետևանքը ինչ է դա։ Հետևանքը էլ է, որ 6-րդ վարչությունը լծվավ, չգիտեմ իմ Ժանազակյանի օֆիս, փաստաթղթերը առանց դատարանի եսի միջի բանի արգրավեցին, ես արեցին, իտոգում նայրիդը լրիվ անօրինական ճանապարհով գրավադրվեց, ոչնչացավ։ Էլի վերագրում են իրան։ Այո։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ, այդ գործողությունների ընթացքում Սերժ Սարգսյանի նախագահ այդ գործողությունների ընթացքում ես հայտնվեցի 6-րդ վարչությունում։ Առաջին անգամ ասեմ, վարչության պետը Աշոտ Գիզիրյանն էր, վարչության պետի տեղակալն էր Կարեն Բաբակեխյանն էր։ Հայտնվեցի 6-րդ վարչությունում եւ մեկուսացված մինչեւ այդ Բասաևի օպերացիան Ազատություն ռադիոկայանում։ Ինձ տեղեկություններ էին տալի Աշոտ Գիզիրյանի միջոցով, որ քո նկատմամբ պատվերը եկել է ազատ Ռոբերտ Քոչարյանից։ Հարց այդ հսկա օպերացիան Բասաևի հետ կապված, որ ես բազմիցս թե գրել եմ, թե ներկայացրել եմ, խոսքը չեն հայտի ահաբեկիչ Բասաևի Ազատություն ռադիոկայանի միջոցով այդ հատուկ գործողությունների մասին։ Բայց 6-րդ վարչության պետը Աշոտ Գիզիրյանը համարվում է ձեր ամենամոտիկ մարդկանցից մեկը։ Ինքը պատկերացնում եք ինձ կեղծ տեղեկություններ տալի, որ պատվերը կատարում է ձեր կողմից։ Եվ ի վերջո, վերջի բանը, ձեզ հակադրեն, առանձնացնեն, փչացած հեռախոս մի բան մեկին, սարքեն թե Բասաև օպերացիան ուր էր գնում հասնում, դրանց հետո ինչ էր ելնելու, եւ եղավ, բազմիցս ասել եմ, էլի որոշ բաներ կա, չեմ ասել, էլի կաս։ Եվ վերջին հաշվով հաջողություն եմ մաղթում պարոն Քոչարյանին եւ իր թիմին եւ շատ կուզենամ, որ այն, որ ինքը ժամանակին, կստացի ասեմ, շատ դուրս եկավ իր տղայի մոտեցումը։ Լսեք ձեր տղային, ձեր տղան անկեղծ էր խոսում, պարզ է, որ հարցազրույցը նախորդ քննարկում են նշանակում, բայց այդ հարցազրույցները, որ ձեր տղայի սիրտը ցավում է, ու ձեր տղան այդ առումով ազնիվ է, անկեղծ է։ Լսեք ձեր տղային, ուրիշ բան մի արեք, ուրիշ կարևոր հաջողություն ցանկացած արդյունքի դեպքում ես պատրաստ եմ եւ առաջարկում եմ պարոն Քոչարյանին հանդիպել եւ եթե իմ ասածների վերաբերյալ լրացուցիչ, մինչեւ ամսի 7-ը չի բնական է, իմ ասածների վերաբերյալ եթե տեղեկություններ ա իրան պետք լրացուցիչ, ամեն մի ասածից համար ես գլխով պատասխանատու եմ, ավելին ասեմ, շատ շուտով այնց զուգահեռ գործողություններ կգնան, որ երևի չհասցնենք նույնիսկ շատ հարցեր քննարկել, բայց բաներ կան, որոնք եթե ինքը անձամբ շահագրգիռ է, իրոք շահագրգիռ է, իմանա, ես պատրաստ եմ այդ տեղեկությունները տրամադրել։ Մի հատ ասեցի Կամո Ավակումյան, դե ուրիշ անազգաններ կասեմ։